Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, մեր նկարահանող խումբը այսօր գտնվում է Հրազդան համայնքում, Հրազդանի քաղաքապետարանում ենք եւ մեր այսօրվա մեծ քննարկմանը հաջորդում է այս փոքր հարցազրույցը համայնքապետարանի երկու բաժինների պետերի հետ։ Զրուցելու ենք տեղական եկամուտների հավաքագրման հարցերի շուրջ։ Իմ այսօրվա հյուրերն են Հրազդանի համայնքապետարանում, համայնքապետարանի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետ Հայկ Հայրապետյանը եւ Հրազդանի համայնքապետարանի туриզմի, առևտրի եւ սպասարկումների կազմակերպման արտաքին գովազդի բաժնի պետ Միքայել Պակրատյանը։ Շնորհակալություն պարոն Հայկ, այս հրավերն ընդունելու համար եւ մեզ հյուրընկալելու համար։ Մենք համայնքներում մոնիտորինգներ ենք իրականացնում տեղական турքերից մի քանիսի գծով եւ քննարկումներ ենք ունենում, ինչպիսին եղավ քիչ առաջ այստեղ ծեր ավականու եւ մնացած քննարկումների դահլիճում։ Այս հարցազրույցում ուզում ենք հասկանալ, թե ինչպիսին է վիճակը տեղական ուրեմն եկամուտների այն մասերով, որոնք դուք եք կառավարում։ Պարոն Հայրապետյան, հողի հարկ, գույքի հարկ, վճարներ որոշ, հա, վիճակը ինչպիսին է, պլանը պարզ ասած կատարում եք, թե չեք կատարում, խնդրեմ երկու խոսքով։ Մենք եւս շնորհակալություն ենք հայտնում պարոն Բարսեղյան, այս հավաքի, այս միջոցառման համար, մոնիտորինգի եւ համատեղ աշխատանքի համար, որը այս մի քանի ժամվա աշխատանքը մեզ ուսուցողական, ինչու՞ չէ նաեւ մասնագիտական շատ հարցերի պատասխան տվեց։ Տեղական հարկերի մասով ես կարող եմ ասել, ունեմ 25 թվականի, կարող եմ ներկայացնել 25 թվականի վիճակագրությունը, այն որ ըստ պլանավորածի, նախ պլանավորածը մենք պետք է հասկանանք, թե այդ պլանավորած հարկերը իրատեսական են հավաքագրման, թե ոչ, ինչ այդ կատարում է նման աշխատանք, նոր ինքը մտնում է բյուջեի տողադարժնում եւ այդ ֆիքսված թվի շուրջ մենք ըստ ամիսների, երամսյակների, կիսամյակի աճողական կարգով բաշխվում է եւ կատարում ենք մեր բաժնի աշխատակիցների հետ կատարում ենք համապատասխան աշխատանք։ Իհարկե աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ, ուշադրությամբ, հետևողական աշխատանքով 25 թվականի պլանավորված շարժական եւ անշարժ գույքի մասով մենք ինչը որ պլանավորել ենք հարկերը հավաքագրվել են, տոկոսային մասով կարող եմ ասել ամբողջությամբ հավաքագրվել են, 100% հավաքագրվել են։ Տեղական վճարներից մեր բաժինը նաեւ կատարում է աղբանության վճարների հավաքագրում։ Ըստ պլանի մենք կատարել ենք պլանի մի փոքր գերակատարումն էլ եկել է այն աշխատանքից, որ նախկինում կուտակված պարտքերը սկսել են բանակցելով, բացատրելով կատարված աշխատանքի կարևորությունը, անհրաժեշտությունը, պլանի գերակատարում ունեցանք 25 թվականի ընթացքում, իսկ 26 թվականի մասով առաջի կիսամյակի թվերով կարող եմ ասել, գույքահարկի տեղական այդ հարկերի մասով ինքը հավաքագրում է մոտ է գրեթե 75-ից 80%-ին, բայց բոլորս էլ պարզ է հայտնի է, որ ընդունված է այն տարբերակը, որ հարկերը եւ հատկապես շարժական գույքի հարկը բոլորս վճարում ենք վերջին երամսյակում, տեղ զննում իրականացնելիս եւ ընդհանրապես տարեվերջում հիմնականում բնակիչները զրոյացնում են, վճարում են իրենց գույքահարկերը եւ այդ համոզված եմ վերջի երամսյակում եւ կհասնի 100%-ին եւ նույնիսկ արդեն ակնկալում ենք, որ կանցնի նաեւ։ Թեև համեմատ 25 թվականի եւ գույքահարկերը թանկացել են, մեր պլանավորածով բարձրացել ենք զգալի հավաքագրվող գումարը, բարձրացնելով մեկտեղ նաև այդ գումարը մենք կարող ենք հավաքագրումը ապահովել։ Տարիների ընթացքում, որ համեմատում եք ձեր բազայի պոտենցիալը, օրինակ հողի հարկ, գույքահարկ, շարժական, անշարժ, ավելանում է, աճում է։ Այո, հավաքագրումը բերեմ 2 տարվա օրինակ 24, 25 եւ 26-ի ամեն տարի հավաքագրումը ավելանում է, առաջին ավելանում է թանկացման գույքարկի թանկացման դա կախված է կառավարային արժեքի 100%-ի մոտարկման հետ եւ օրինակ շարժական գույքի մասով ասեմ որ
բնակիչների մեքենաները նորացնում են, որոնց կախված ձիաուժերից գույքարկեր ավելի բարձր։ Քանակական մեքենաների քանակական աճ նկատում եք, թե ոչ։ Եվ անշարժ գույքի քանակական։ Թե այդպես դժվար է ասել։ Այս բանին այդ ինֆորմացիան չեմ կարող ասել, բայց գույքարկի մասով ինքը գրեթե 1.5 անգամ ավելացել է, թե շարժականը, թե անշարժը։ Հասկացա։ Պարոն Փակրատյան, տեղական турքերի մասով ինչ կա չկա հավաքագրման։ Ես տեսել եմ համայնքապետի պատասխանի մեջ կար, որ ծխախոտի վաճառքի տեղական турքը, ալկոհոլային խմիչքների վաճառքի տեղական турքը 12-13%-ի չափով աճել էր պլանավորածը կերակատարվել էր այդ չափով։ Այո, ասեմ, քանի որ հիմա գտնվում ենք 26 թվականում, չխոսենք այդ թվականից, խոսենք 25 թվականից, նախ ասեմ, որ պլանային կազմում է ըստ նախորդ տարվա մեր ստացած արդեն վիճակագրությունից, հաջորդ տարվա պլանը ըստ դրա է կազմվում։ 25 թվականին ունեցել ենք 2025 թվականին ունեցել ենք 12%, գրեթե 12% գերակատարում։ Դե պատճառը առևտրի օբյեկտների շատացումն է, սննդի կետերի ավելացումն է։ Մեր մասով կատարվել են բոլոր գերիտ գործողությունները, ոնց որ այդ ամեն ինչը կազմակերպելու համար։ Վարչարարություն։ Ժողովրդի անաձեռնակատերի հետ կապված ասեմ, որ հիմնականում խնդիրներ չունենք, վճարումները կատարում են էլի ինչպես երամսյակային սահմանաչափով, մարդիկ գիտեն իրենց վճարման ժամկետները, հիմնականում բոլորը գալիս են բարեխիղճորեն նորմալ իրենց տեղական турքերի վճարները կատարում են, անձնաձեռնարկատերերը կան այսպես կոչված ջահային ձեռնարկատերեր, լինում են բացառություններ, ուշացնում են ու դիտավորյալ են ուշացնում։ Չէ, դիտավորյալի բան չգիտեմ ինչ խնդիրների պատճառով հնարավոր է լինում, որ ուշացնում են, բայց բացատրական աշխատանքների միջոցով խոսում ենք, բացատրում ենք, թե ինչի համար է այս ամեն ինչը կազմակերպվում, որ մեր քաղաքի, իրենց քաղաքի բարգավաճման, զարգացման համար է կատարվում այս ամեն ինչը։ Նրանք հասկանում են, որ ամեն ինչ նորմալ է լինում, տարվա վերջում արդեն ունենում ենք 100%-անոց արդյունք, ինչպես նաև գերակատարում։ 112.5%-անոց արդյունք։ Այդ թվերի աճը ինչով կպայմանավորեք, արդյոք դա ուղիղ կապ ունի այն հանգամանքի հետ, որ այդ турքը վճարողների քանակը աճել է, նոր խանութներ են բացվել, այո, ճիշտ եմ հասկանում, սննդի օբյեկտներ, առևտրի օբյեկտներ շատանում են, այսինքն ամեն ինչ ես կարող եմ ցած բացատրել, ամեն ինչ հանգում է նրան, որ քաղաքը գնալով զարգանում է, շատանում են նմանատիպ օբյեկտները, առևտրի կետերը եւ դրա հետ մեկտեղ արդեն շատանում է նաև турքերի քանակը, ինչպես նաև կարողանում ենք հասցնել պլանային իր վերջնակետները։ Հա, պարոն Հրապետյան, բացի աղբավճարը ուրիշ վճարների հետ գործ ունենում է ձեր բաժինը։ Մի 10 տեսակ վճարներ կան համայնքում։ Տեղական վճարներից միայն մեր բաժինը։ Մյուս վճարները որ բաժինն է կառավարում։ Մյուս վճարները տեղական վճարների հետ կապված կարող եմ ասել բնակ ֆոնդի բաժինն է կազմակերպում մի վճար։ Ունենք 3-4 անուն տեղական վճարներ, որից մեկը մենք ենք կազմակերպում։ Երբ դուք որն է համայնքապետը աշխատակազմը ավականին, դե ավականին ամենավերջում գրեթե միանում է հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկմանը, հանրային լսում է լինում եւ այլն։ Այդ փուլերում բաժիններից առաջարկություններ լինում են, օրինակ դրույքաչափերի փոփոխության, գործակից կիրառելու, թե նման նախաձեռնողականություն չի դիտվում ընդհանրապես ունենում եք նման մտքեր, որ լավ կլինի այս ինչ турքը այսպես փոփոխել, այս չափով փոփոխել։ Եթե լինում են, խնդրում եմ ասեք էլ ինչ դրույքաչափերի հետ կապված կարող եմ ասել, որ դե դրույքաչափը մեր մասով կարող եմ խոսել աղբանության դրույքաչափի հետ, դա միայն առնչվում են գույքարկի մասով, դա արդեն պետականորեն կադաստրի կոմիտեն եւ լիազոր մարմինները իրենց օրենքներով կարգավորում են։ Այդտեղ համայնքային իշխանությունը անելու ոչինչ չունի։ Աղբանության գումարների սահմանման փոփոխման հետ իհարկե օրենքի սահմաններում, դրույքաչափերի սահմաններում
Տարեվերջում առաջարկներ են լինում հենց անձամբ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մենք մեր բաժնով իրենց հետ միասին քննարկում ենք նույնը թողելու, բարձրացնելու թե ֆիզիկական անձանց, թե տնտեսվարողներին, իրավաբանական անձանց մեր առաջարկը ներկայացնում ենք վերջի ավականուն նիստում համապատասխան քննարկումներով բյուջեի նախագծի մեջ արտացոլվում է մոտավորապես այն թվերը, ինչ հիմա ինչքան է աղբավճարը ձեզ։ Աղբավճարը ուրեմն բնակչինը 1 շնչի հաշվարկով կապված 200 դրամ ամսական, իսկ տնտեսվարողներին ըստ համապատասխան իրենց վարած գործունեության մակերեսով, այո, մակերեսով հաշվարկում։ Հա, օրինակ այս տարվա համար ավելացնելու առաջարկ ունեք, թե չէ։ Դե տարին հələ նորակ ոնց որ ասած կիսվել, ես կուզենայի, որ հատկապես հանրային սննդի մասով օբյեկտների դրույքաչափը փոքր մենք վերանայեինք աղբավճարի ավելացնելու, պակասեցնելու ուղղությամբ։ Մի փոքր այդ ֆինանսական բեռը ավելացնեինք, որտեվ այդ առումով քաղաքը ունի շատ անելիքներ, հետևաբար հավաքագրված գումարը, այո, կողմի համապատասխան աշխատանքներ կատարելու։ Հասկացա, շնորհակալ եմ, պարոն Բագրատյան, այս նույն հարցը ձեզ է վերաբերվում, օրինակ տեղական турքերի հետ կապված ձեր մասնակցությունը турքերի չափի փոփոխման գործակից կիրառելու գյուղերի համար գուցե ուրիշ գործակից որոշ համայնքներում գյուղերի համար ցածր գործակից է կիրառվում, ես քննարկման ժամանակ էլ ասացի, նման գաղափարներ լինում են, բերում եք համայնքապետին ներկայացնում եք, թե ոչ, ինչպիսին է պրակտիկան։ Ասում դե տեղական եկամուտների օրենքի մասին ասում եք, որ տրված է հստակ սահմանաչափ առավելագույն ձևով, իհարկե տեղական турքերի վճարների մասին օրենքով տրված է առավելագույն սահմանաչափ турքերի հետ կապված, մենք արդեն ըստ համայնքը, ըստ իր գործակիցների որոշում է, այս պայմանությամբ կոնկրետ առանձին գյուղերի հետ կապված գործակիցներ չունենք, բայց նմանատիպ, հա, նույնն է ինչ որ քաղաքում, բայց նմանատիպ քննարկումներ ունեցել ենք ու դեռևս կունենանք, վստահ եմ, գործակիցները առաջ քաշելու համար գյուղերը արդեն որ սահմանազատվեն կարելի ասել էլի քաղաքը գյուղերը որպեսզի որպեսզի գյուղերում ինչ որ բան աշխուժանա մի քիչ ավելի տարբերությունը նկատելի լինի էլի քաղաքի եւ գյուղերի քանի որ շարժը քաղաքում բոլորս էլ գիտենք որ ավելի շատ է քան գյուղերում Հասկացա բոլորին էլ հարմար լինի նախավերջին հարցը տամ թե ինչի կարիք ունեն ձեր բաժինները ընդհանրապես աշխատավարձի բարձրացումը չհաշված ինչ կուզեիք որ ձեր բաժիններն ավելի շատ ունենային ինչի կարիք ունեք ես իմ տեխնիկական հագեցումից սկսած մասնագիտական վերապատրաստումներ գուցե կամպաներ որոնք մտքովս չեն անցնում ձեր մտքով անցել են այս պայմանությամբ օրինակ կոնկրետ իմ բաժնի հետ կապված ասեմ որ տեխնիկական ամեն ինչով հանգեցված է մեր բաժինը աշխատակիցներով էլ 4 հոգի ունեիք ճիշտ է այո 4 աշխատակից որը այս պայմանությամբ լիովին կարողանում են կազմակերպել ամբողջ գործընթացը հետագայում եթե կարիք լինի ինչ որ բան ավելացնելու վստահ եմ կփոխենք վերապատրաստումներ ուսուցումներ իհարկե մասնագիտական վերապատրաստումներ հավեսով են սովորում աշխատողները թե ասում են այ գիտենք մենք էլի դե ինչ եք չէ ամեն մի ինչքան էլ գիտես ամեն մի նոր բան հնարավոր ամեն մի բանից սովորես էլի ամեն մի լսումից կարող է նոր բան քաղես աշխատողություն է լինում թե մասնագետները գալիս սովորեցնում են մասնագետներն են գալիս երկու դեպքներ լինում են եւ աշխատակիցները հաճույքով մասնակցում են քանի որ ամեն մի լսումից կարող է մի նոր բան քաղել եւ հետագայում ավելի կօգնի իրենց աշխատանքի մեջ էլ հասկացա պարոն Հայրապետյան ձեր բաժինը ինչի կարիք ունի բացի փողից ռոճիկներից դե աշխատավարձը սահմանվում է օրենքով ոնց բոլորը այնպես մենք եթե օրենքով չէ ավականին է սահմանում եթե աշխատավարձերը ցածր են լինում երկարաժամկետ հեռանկարում դա արտահայտվում է կադրերի փախուստով
մարդը գնում է ավելի հարմար գործի, չէ՞, սա հասարակ կանոն է։ Այդտեղից կարող ենք հասկանալ, որ մարդը որոշել է, որ իրեն ապագա չէ, մնում է ըստեղ ինչ անի, գնում է ուրիշ գործ անի։ Եթե լավ է լինում, բայց այս բանին չկա նման դժգոհություն, որ աշխատավարձը ցածր է, կփոխենք աշխատանքը, բոլորն էլ մեծ սիրով իրենց աշխատանքը կատարում են, իսկ տեխնիկական հագեցվածության մասով ունենք այն գույքը անհրաժեշտ համակարգիչներ, տպիչներ եւ այլն սկանավորման ապարատներ, այն ամեն ինչը մեզ անհրաժեշտ է այդ աշխատանքը կատարելու։ Վերջերս մի քանի ամիս առաջ ունեցանք նաեւ տեղում քարտային վճարման տարբերակ post-terminal ապարատը, որ քաղաքացու համար դա շատ հեշտ էր, կարևոր, որ տեղում ինքը համայնքապետարանում է, այո, տեսնում է իր պարտքի չափը, վճարում է, միջնորդավճարը շատ քիչ է համեմատած բանկերին։ Մեր մոտ մի փոքր այդ արդիականացված չի աղբանության գումարների հավաքագրումը, բայց այդ աշխատանքը հմի ընթացքի մեջ է, տեսնենք, որ կազմակերպության հետ դա բերենք նորից գույքարկերի հավաքագրման նման վճարման բազավորման, այնտեղ բազան թարմացվում ամիսը 1 անգամ կամ քաղաքացին միշտ ցանկանում է հեռախոսով իր տանից վճարում կատարել ավելի հեշտ ձևով։ Ես համոզված եմ, որ ինքը գումարների հավաքագրումը դրա միջոցով էլ ավելի կբարձրանա։ Այս պահին այդ աշխատանքները կատարվում են, բանակցում ենք, իմ կարծիքով երևի մինչև տարեվերջ այդ համակարգը ներդրվել է։ Իսկ անհուսալի պարտքերը քանի տոկոս կլինեն։ Մարդը գնացել է տարիներով ստեղ չէ, ասենք թե։ Ունենք նման քաղաքացիներ, ոնց որ ասում են, անհուսալի պարտքեր, այն առումով, որ նույնիսկ քաղաքացու հետ էլ չեն կարող կապի դուրս գալ, երկրում չի, արտերկրում, հեռավոր Ամերիկաներում 2%, 5%, 10%, թե չկա այդ տոկոսային առումով չեմ կարող ընդհանուր ծավալի մեջ ինչ կշիռ ունի։ Կամ բայց թիվ չեմ կարող ասել, որովհետև հասկացա, պիտի նայեմ այդ թվերը, վերանայեմ։ Շատ լավ, վերջին հարցը տամ, համարեք, որ դուք ազգային ժողովն եք, ոչ թե պատգամավոր եք, այլ ազգային ժողովն եք հենց։ Ինչ օրենքների մեջ ինչ կուզեիք փոխվեր։ Տեղական ինքնակառավարման առնչությամբ, տեղական հարկեր, տուրքեր, վճարներ։ Այս պայդրությամբ տեղական տուրքերի հետ կապված ասեմ, որ ավականին, համայնքի ավականին չի կարող տուրքի տեսակ ավելացնել։ Կարող է ինչ էլ սահմանի օրենքի միջի եղած ցանկից ինչ էլ լինի օրենքի հետ, բայց հնարավոր է համայնքը գտնում է մի այնպիսի կետ, որտեղ ցանկանում է, որ այդ օրենքի հարկման տեսակը լինի, բայց չի կարող ավականին նման որոշում կայացնել։ Ցանկալի կլիներ նման փոփոխություններ, որ յուրաքանչյուր համայնք իր ավականին, եթե գտնում է, որ հարմար է նմանատիպ հարկատեսակ ավելացնել, տուրք ավելացնել, կարողանար ինքն իր շրջանակներում դա ապահովել էլի կարող։ Ավականին որոշել, որ համայնքում այսինչ գծով տուրք է սահմանում, հա, այսինքն օրենքի մեջ լիներ մի տեղ, որտեղ գրված լիներ, որ եթե համայնքը կամենում է, կարող է այլ տուրք հարպես սահմանել, տեղական տուրք սահմանել նույնպես։ Հասկացա, պարոն Հայրապետյան, այս հարցի կապված։ Քանի որ պարոն Բարսեղյան ասացիք, որ վերջի հարցն է, ես օգտվելով այդ առիթից, այդ հանգամանքը օգտագործելով նորից ասեմ շնորհակալություն ձեր կատարած աշխատանքին, շնորհակալություն համայնքապետարանին, աշխատակազմին, համայնքի ղեկավարին, որ ընձեռեց հնարավորություն այս հանդիպումը կայանալու, իրականանալու համար, եւ մենք էլ այս մի քանի ժամվա ընթացքում մեր համար թե մասնագիտական եւ թե փորձի փոխանակման առումով շատ բաներ մեր համար արդեն ինֆորմացիա վերցրեցինք, իսկ օրենսդրության մեջ ինչ փոփոխություն կցանկանայի, կարծում եմ, որ այս առումով մեր ինստիտուտները, որ գրել են հարկային օրենսգիրքը, միշտ վերանայում են փոփոխություն, դրա մշակում կատարում են, կարծում եմ ամեն անգամ էլ կուզենան, որ միշտ ավելի հասանելի լինի ժողովրդին իրենց գույքարկը, իրենց պարտավորությունները վճարելու։ Դա իմ անձնական կարծիքն է, որ քաղաքացին պիտի գիտակցի, թե այդ գումարները ինչի համար են ծախսվում պետության մեջ, ամենաառաջինը ես
դա կուզենամ, որ ես որպես քաղաքացի, որ իմ վճարած գույքը հարկը, աղբանության վճարը գնում է պետությունը որոշում է, թե այդ գումարը իմ համար որտեղ ծախսի։ Եթե լինի այս մտածելակերպը, այս տրամաբանությունը, կարծում եմ, որ այս դրության մեջ ոչ մի փոփոխություն անելու կարիք էլ չի լինի, ամեն մեկը սպասկաճանաչ բարեխղճորեն վճարենք մեր հարկերը։ Հասկացա։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն մեզ ժամանակ հատկացնելու համար, սիրելի ժողովուրդ, հրազդանում ենք, ինչպես ասացի, եւ այս մեր հարցազրույցի հյուրերն էին Հրազդանի համայնքապետարանի երկու բաժինների պետերը Հայկ Հայրապետյանը եւ Միքայել Բագրատյանը։ Շնորհակալություն ուշադրության համար, արձագանքների համար, շնորհակալ կլինենք։ Ստեսություն։